Ավելին է երևի, քան իրենց ձեր պահած, ժամանակներում պահած բանակի համար տարեկան հատկացումները։ Դրա համար մի քիչ խոսքի արժեքը իմացեք, գնահատեք ձեր բերանից դուրս եկած բառերը ու տենց բաներ, մանիպուլյացիաներ մի արեք, էլի, որովհետև կարող դուրս գանք ու պատասխանենք ձեզ։ Կամ ասում է բանը, ես չգիտեմ այդ պոդկաստերները են, պոդկաստինգ վարողներ են, չգիտեմ ինչ են, այդ չստացված, իրենք ինչ են խոսում։ Բա որ չգիտեք ինչ են խոսում։ Նոր նայեցի մենակ 3 հաղորդմանը դուք եք հյուրեր եղել։ Տենց շատ տեղեր եք գնում, որ չգիտեք բովանդակությունը, թե մենակ այդ պոդկաստին։ Նայում եմ, ասենք, ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը իրանցից շատ է այդ եթերին եղել։ Այո, 3 հաղորդման եղել է, կտամ, սկրին եմ արել, կտամ։ Տիկին Գրիգորյանն ա եղել, տիկին Ագնեսա Խամոյանն ա եղել, Լևոն Քոչարյանն ա եղել, պարոն Գեգամ Մանուկյանն ա եղել, բոլորդ եղել եք։ Մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք։ Ու առհասարակ, երբ որ լսում եմ սենց, ինչեր են խոսում, ասում եմ, Աստված իմ, տեսնես, այս մարդկանց հայրենիքը ո՞րն է, այս որ երկրից են խոսում, որ երկրի քաղաքացի, ինչից են խոսում, ինչ իրականությունից են խոսում, որովհետև իշխանություն եղած ժամանակ էլ ես երկրից չեք, ընդդիմության եղած ժամանակ էլ ես երկրից չեք, ոչ երկիրը գիտեք, ոչ այդ երկրի քաղաքացիներին, ասենք, ու ձեզ սիրով հրավիրում եմ իրական Հայաստան, հարգելի գործիչներ, որտեղ ոչ թե ապրիլի 24-ը ջնջված է օրացույցից Տիկին Գալստյան, այլ մենք վերակառուցում, վերանորոգում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը վանդալիզմ չէ, ինչքան էլ դու փորձեցիք բանանել, մանիպուլացնել։ Հրավիրում ենք իրական Հայաստան, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, պատգամավորներ դասավանդում են բուհերում էլի Տիկին Գալստյան։ Այ օրինակ, ինչպես օրինակ ձեր գործընկեր պարոն Խաչատրյանը, ով ձեր ելույթից անմիջապես հետո, երբ ասում եք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հանում են համալսարաններից, այլ կոնտեքստում 5 րոպե հետո ձեզնից ասեց, որ բացի ազգային ժողովից ինքը 3 բուհից աշխատավարձ է ստանում։ Հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ քաղբանտարկյաններ չկան Տիկին Կյուրեղյան։ Եվ խոսելուց առաջ ԵԽԽՎ 1900 բանաձևից լավ կլինի տեր կանգնեք ձեր կառավարման ժամանակաշրջանի ձեր պատասխանատվությունը կրեք, այդ նույն ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ էր կիրառում 2008 թվականին Հայաստանի դեմ քաղբանտարկյաններ ունենալու բերումով, ֆիքսում էր, որ կան քաղբանտարկյաններ, եւ այդ ժամանակ դուք կոալիցիոն իշխանություն էիք։ Հրավիրում եմ իրական Հայաստան, պարոն Գեգամ Մանուկյան, որտեղ իրական Հայաստանում, այո, այդ ամրոցներ են կառուցվում սահմաններին, որի անհրաժեշտությունը, այո, 6 տարի առաջ կար, պարոն Մանուկյան, որքան էլ որ դուք հակառակն էիք այստեղ ասում։ Այ եթե 6 տարի առաջ լինեին նման սահմաններ, ոչ թե Ստեյրան Օհանյանական այդ բանը ասեցիք, տենց դիրքերը լինեին, շատ զոհեր միգուցե չլինեին։ Հրավիրում եմ իրական Հայաստան, ընդդիմադիր մի քանի տիկնայք այսօր մեջ բերեցիք, որտեղ 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու, հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու։ Ու լավ կլինի քննադատելուց առաջ մտածեք, ինչի է անհրաժեշտություն առաջացել անընդհատ 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցել։ Կարող է, որովհետև այդ դպրոցներն ու մանկապարտեզների շենքերը վերցրել եք ձեր բիզնեսներն էիք դրել, սեփական տներն էիք կառուցել դրանց տեղը, չգիտեմ ինչեր էիք կառուցել։ Հիմա ստիպված ենք նորից կառուցել 300 դպրոց 500 մանկապարտեզ ու խնդրում եմ չմանիպուլացնել հերթական անգամ, միայն նշելով արդեն շահագործման հանձնված շենքերը։ Այժմ ընթացքում է գտնվում բազմաթիվ այլ շենքեր, որոնք այժմ կառուցվում են։ Դրա համար մի մանիպուլացնեք, հանգիստ նստեք տեղներդ, կլինի ժամանակը, երբ որ կտեսնեք այդ 300 դպրոցը բանի վրա, հողի վրա։ Եվ ի վերջո հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ խաղաղությունը իրակցն է։ Պետության բացակայության պայմաններում իհարկե անհրաժեշտ էր մեր պատմական հայրենիքի բոլոր սահմանները արծարծել որպես հնարավոր ապագա պետության սահմաններ, որովհետև ինչ իմանայիր, ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում եւ որ սահմաններում կստեղծվի Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար պետականության բացակայության պայմաններում մեր երևակայական ապագա պետության սահմանները կարող էին ձգվել մեր պատմական հայրենիքի սահմանների եզրով, Աղվանքից մինչև Կիլիկիա։ Սակայն կոնկրետ տարածք եւ սահմաններ, կոնկրետ քաղաքացիներ ունեցող Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո պնդել, թե պետական քաղաքականություն պիտի լինի քարտեզի վրա լողացող հայրենիքի գաղափարը, հավասարազոր է մերժելուն Հայաստանի Հանրապետությունը։
Սա բնավ չի նշանակում չիմանալ պատմական հայրենիքի սահմանները, կա իհարկե պատմություն եւ ճշմարտություն, բայց կա նաեւ քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն։ Կան նաեւ ամբողջական ինստիտուտներ, որոնք մեր պետականության բացակայության պայմաններում գործել են որպես պետության փոխարինողներ, իսկ այ պետության գոյության պայմաններում ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել մեր ժողովրդի հանրային կյանքում պետական իշխանության մարմինների գերակայության հետ։ Թերևս կգուշակեք, որ պետականության բացակայության պայմաններում մեր ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, հայ առաքելական եկեղեցին է եղել։ Պետության բացակայության պայմաններում հայ առաքելական եկեղեցին զբաղվել է բառացիորեն ամեն ինչով, լեզու սովորեցնելուց մինչև սոցիալական խնդիրների լուծում, զենքով կռվելուց մինչև հայերիս շահերը աշխարհաքաղաքական հարթակներում ներկայացնելը։ Իմ դատողությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծման պահին մեր եկեղեցին ինչ-որ ինքնավերաիմաստավորման փուլ պետք է անցներ։ Եթե շարունակելու էր առնչվել քաղաքական հարցերին, ապա գուցե խոսեր հարկեր վճարելու կարևորությունից եւ նրանից, որ մեր երկրային կյանքում այնուամենայնիվ առաջին ատյանի դատարանից մինչև սահմանադրական դատարան է, որ լուծվում են մեր երկրային վեճերը։ Բայց գուցե ավելի լավ լուծում կլիներ առհասարակ որևէ քաղաքական թեմայից չխոսել եւ խոսել բացառապես հոգեվոր թեմաներից։ Փոխարենը այս Սուրբ Զատիկի առթիվ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղում, որի մեջ կարդում ենք հետեւյալը. Ականատես ենք նաև ցավալի իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուր մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը։ Սա ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի մտածվել։ Նախ, ինչու երբևէ կոռուպցիան եւ կեղծված ընտրությունները նման տեքստերի թեմաներ չեն հանդիսացել։ Երկրորդ, ազգային միաբանության հասնելու միակ ձևը ազատ եւ արդար ընտրություններն են, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, թե ինչ համամասնությամբ են իրենց քաղաքական հայացքները տարածված, իսկ աշխարհասփյուր հայ ժողովուրդը տեսնում եւ տոնում է ազատ եւ ինքնիշխան Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Երրորդ, կաթողիկոսը բողոքում է, որ խաթարվում է մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը։ Ուզում եմ հասկանալ, ինչ է տեղի ունեցել մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգության հետ։ Վերջին տարիներին պաս ենք սկսել քիչ պահել նախկինի համեմատ, ավելի քիչ ենք աղոթում։ Կամ անտեսվում են դարերով նվիրագործված ավանդույթները, եթե կրկին խտացնեմ եւ արագացնեմ միտքը, միթե Թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործված մեր ավանդույթը։ Եվ իհարկե այս ելույթը ամբողջական չէր լինի, եթե չխոսեի պետականազուրկ հայ ժողովրդի ամենամեծ պաշտպան հայ հեղափոխական դաշնակցության մասին, կամ ավելի ճիշտ դաշնակցական մտածողության մասին։ Ինչու եմ ասում մտածողություն, որովհետև այնուամենայնիվ պարտադիր չէ լինել դաշնակցության